Աղի օգուտներն ու վնասները։ Աղը մարդկության կողմից օգտագործվել է հնագույն ժամանակներից։ Դրա արտադրությունը սկսվել է մոտ 6000 տարի առաջ Չինաստանում։ Ժամանակի ընթացքում աղը դարձել է մարդկանց կյանքի անբաժանելի մասը, քանի որ այն օգտագործվում էր սննդամթերքի պահպանման համար, հատկապես մսի և ձկան։ Ինչ է աղը և ինչու է այն այդքան կարևոր։ Աղը նատրիումի քլորիդը բնական միացություն է, որը սովորաբար օգտագործվում է որպես համեմունք։ Բացի համը ուժեղացնելուց, այն նաև սննդի կոնսերվանտ է, որը դադարեցնում է բակտերիաների աճը սննդի մեջ։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աղը վատ համբավ է ձեռք բերել։ Այն կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, սրտի հիվանդությունը և նույնիսկ ստամոքսի քաղցկեղը։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս սահմանափակել աղի սպառումը օրական 1 թեյի գդալից ոչ ավելի։ Աղը կարևոր է օրգանիզմի բազմաթիվ գործառույթների համար, ներառյալ խոնավությունը պահպանելու և յոդի անբավարարությունը լրացնելու համար։ Նատրիումը ներգրավված է մկանների կծկումներում և դրա կորուստը քրտինքի կամ հեղուկի միջոցով կարող է առաջացնել մկանային ջղաձգումներ։ Կարգավորում է արյան ճնշումը և օգնում է նյարդային համակարգին։ Աղն օրգանիզմում ջուր է պահում, որն իր հերթին անհրաժեշտ է բոլոր նյարդային պրոցեսների համար։ Աղն ունի հակաբակտերիալ ազդեցություն, լրացնում է յոդի անբավարարությունը։ Յոդի երկարատև անբավարարությունը կարող է հրահրել աղեստամոքսային տրակտի, սրտանոթային և կմախքային համակարգերի հիվանդություններ, նյարդաբանական խանգարումներ, իսկ երեխաների մոտ կարող է հանգեցնել զարգացման դանդաղեցման։ Աղը պահպանում է խոնավությունը բջիջների մակարդակում, իսկ խոնավության պակասը մկաններում և հյուսվածքներում կարող է հանգեցնել քրոնիկական հոգնածության, սպազմերի և էներգիայի պակասի։ Աղի վնասը։ Կարևոր է իմանալ օրգանիզմի առանձնահատկությունները։ Որոշ մարդկանց վրա աղի պարունակությամբ սննդակարգը չի ազդում, իսկ մյուսների մոտ կարող է առաջանալ հիպերտոնիա կամ փքվածություն։ Մարդկանց երկրորդ կատեգորիան համարվում է աղի նկատմամբ առավել զգայուն։ Աղի ավելցուկը հանգեցնում է այտուցների և խաթարում է ներքին օրգանների աշխատանքը, բարձրացնում է ճնշումը, նեղացնում արյան անոթները, ինչը մեծացնում է արյան շրջանառության համակարգի ծանրաբեռնվածությունը։ Հիպերնատրեմիան նատրիումի ավելցուկն է, որի ախտանշաններն են սպազմը, քնկոտությունը, ինտենսիվ ծարավը և նույնիսկ էպիլեպտիկ նոպաները։ Աղը կախվածություն է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն խթանում է ուղեղը այնպես, ինչպես թմրանյութերը։ Մեծահասակների համար աղի օրական ընդունումը 5-6 գրամ է։ Դա լիքը թեյի գդալն է։ Տարեցները և հղի կանայք սովորաբար պահանջում են ավելի քիչ աղ, քանի որ նրանք հակված են այտուցների, զարկերակային հիպերտոնիայի։ Ընդունված է, որ աղը բարելավում է սննդի համը, սակայն հետազոտությունները նաև հակառակն են հուշում։ Աղի չափից ավելի օգտագործումը աղավաղում է համի ընկալումը և նվազեցնում է ընկալիչների զգայունությունը։ Պարզվում է, որ այս մթերքը մի կողմից կենսական նշանակություն ունի օրգանիզմի համար, բայց մյուս կողմից կարող է զգալի վնաս պատճառել։ Հակացուցումներ։ Աղի ամբողջական վերացման վերաբերյալ առաջարկություններ չկան։ Նատրիումը անհրաժեշտ է օրգանիզմին։ Առանց դրա հյուսվածքների և բջիջների ճնշումը խաթարվում է, բջջի և միաբջջային միջավայրի միջև նյութափոխանակությունը խանգարվում է, երիկամներում ֆիլտրումը նվազում է և մակերիկամների աշխատանքը կարող է տուժել։ Կան մարդկանց կատեգորիաներ, ովքեր պետք է սահմանափակեն իրենց սննդակարգում աղը։ Առաջին հերթին դրանք զարկերակային հիպերտոնիայով, երիկամային հիվանդությամբ, սրտի անբավարարությամբ, ինչպես նաև այտուցվածության համախտանիշ ունեցող մարդիկ են։ Նույնիսկ եթե այտուցը պայմանավորված է այլ պատճառներով, օրինակ սպիտակուցի խիստ անբավարարությամբ, ավելցուկային աղը կնպաստի հեղուկի պահպանմանը, ուստի կարևոր է սահմանափակել դրա քանակը։ Արդեն նշեցինք, որ աղը օրգանիզմում ջուր է պահում։ Եթե սննդակարգում այն չափազանց շատ է, կարող են առաջանալ գլխացավեր և արյան ճնշման բարձրացում։
Աղի պակասն էլ իր հերթին առաջացնում է թուլություն, արյան ցածր ճնշում, ինչպես նաև գլխացավեր։ Նախքան ձեր սննդակարգում աղի քանակությունը նվազեցնելը, դուք պետք է հասկանաք, թե որքան եք ուտում։ Եթե դուք ակտիվորեն զբաղվում եք սպորտով, շատ եք քրտնում, ինչպես նաև շոկ եղանակին, աղի ընդունման մակարդակը կարող է մի փոքր աճել էլեկտրոլիտների կորուստները փոխհատուցելու անհրաժեշտության պատճառով։ Մի մոռացեք պատրաստի մթերքներում ավելացված աղի մասին։ Եթե ճաշ պատրաստելու ընթացքում շատ աղ եք ավելացնում ձեր կերակուրին, հետո կրկին աղ եք ավելացնում եւ օգտագործում եք աղ պարունակող այլ մթերքներ, ապա մեծ է հավանականությունը, որ աղը ձեր սննդակարգում չափազանց շատ է։ Սկսեք սնվել հիմնականում տնական կերակուրներով եւ աղմի ավելացրեք ափսեի մեջ։ Նվազագույնի հասցրեք կամ ավելի լավ է ամբողջությամբ վերացրեք ձեր սննդակարգից վերամշակված մթերքները, չիփսերը, աղի նախուտեստներն ու աղի ընկույզները, պահածոյացված մթերքներին աղ մի ավելացրեք։ Դիետոլոգները կարծում են, որ սննդակարգից աղի ամբողջական վերացումը ժամանակավոր ազդեցություն է ունենում։ Առանց աղի դիետայի դեպքում ջուրը դուրս է բերվում մարմնից, ինչն իհարկե կարող է տեսականորեն նվազեցնել մարմնի ծավալը եւ մի քանի կիլոգրամով թեթևացնել, բայց սա ոչ մի կապ չունի ճարպային կուտակումների հետ։ Եթե դուք երկար ժամանակ հրաժարվում եք աղից, ապա բացասական հետևանքների հավանականությունը մեծանում է, սկսած էլեկտրոլիտների անհավասարակշռությունից, ստամոքսաղիքային տրակտի խնդիրներից մինչև սրտի կաթվածի զարգացման ռիսկի բարձրացում։ Ավելին, աղից երկարատև հրաժարվելու դեպքում օրգանիզմն ամբողջությամբ փորձում է պահպանել նատրիումը, ինչը հանգեցնում է ալդոստերոն հորմոնի մակարդակի բարձրացմանը։ Այն պահպանում է նատրիումը եւ դրա հետ մեկտեղ ջուրը, ինչը հանգեցնում է այտուցների առաջացման։ Ամեն ինչ չափի եւ հավասարակշռության կարիք ունի։ Դուք կարող եք եւ պետք է աղ օգտագործեք, բայց չափավոր։